Եվրոպայի դռները բաց են եւ Բելգիան ցանկացած ջանք չի խնայի սատարելու Հայաստանին իր որոշումների մեջ։ Նման կարծիք հայտնեց Բելգիայի սենատի նախագահը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ։ Մինչ բուն ասելիքը փոխանցելը Քրիստին Դֆրենիը շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության եւ ազգային ժողովի կողմից տրված մեդալի համար, որն ըստ նրա երկու ժողովուրդների անկախտելի բարեկամության արտահայտություն է։ Իդեպ երկու երկրների օրենսդիր ղեկավարները հանդիպման ժամանակ քննարկել են համագործակցության վերաբերյալ բազմաթիվ առանցքային հարցեր, այդ թվում երկու երկրների փոխգործակցության զարգացման, սահմանադրական բարեփոխման եւ այլնի հետ կապված։ Քննարկման առարկա ենք դարձրել նաեւ հայոց ցեղասպանությունը ժխտելու համար պատասխանատվություն նախատեսող օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտություն, մասնավորապես նկատի ունենալով այն հանգամանքը, որ 100 տարի անց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը եւ դատապարտումն ավելի քան արդիական է, քանի որ մեր օրերում եւս ցավալիորեն շարունակվում է մարդկության գլխի կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգը։ Բելգիայի սենատի նախագահն էլ իր խոսքում նախանդրադարձավ ահաբեկչական գործողություններին, մասնավորապես Բելգիայի ահաբեկչական ակտին, եւ հենց այդ ֆոնին էլ անցում կատարեց ցեղասպանության խնդրին եւ նշեց, որ Եվրոպայի խորհրդարաների թվում Բելգիան առաջինն էր, որ 1998 թվականին ընդունեց ցեղասպանությունը դատապարտող բանաձև։ Ցեղասպանությունը հերքելու փաստը քրեական պատասխանատվության նժարին պետք է դնել, ասում է Քրիստին Դֆրենիը։ Quelques sénateurs, nous voulons agir non pas dans un esprit de... Մի քանի սենատորներով մենք ուզում էինք ոչ թե հանցավորին պատժելու միջոցառումներ իրականացնել, այլ հարթել ճանապարհը նոր բանակցությունների եւ խաղաղության համար։ Մենք հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է բարդ իրավիճակում, բարդ աշխարհագրական, քաղաքական, նաև բարդ աշխարհագրական եւ ռազմավարական իրավիճակում, բայց մենք պիտի ասենք, որ մեր դռները միշտ բաց են, Եվրոպայի դռները միշտ բաց են բանակցությունների, ցանկացած ոլորտում աշխատանքի, միասնական աշխատանքի եւ զարգացման համար եւ Բելգիան իր ջանքերը չի խնայի սատարելու համար Հայաստանին իր որոշումների մեջ։ Երկու երկրների օրենսդիր ղեկավարները քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացը։ Ըստ Գալուս Սահակյանի նշվել է, որ Հայաստանի Հանրապետությունը խնդրի կարգավորումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով։